Դուք ունեք վեճ ձեր հարևանի հետ, դուք ունեք վեճ գործատուի հետ կամ ժառանգության հետ կապված և ցանկանում եք լուծել այն արագ, առանց աղմուկի և ցանկալի է պահպանելով ձեր մարդկային և աշխատանքային հարաբերությունները։ Ինչպես անել դա։ Այս տեսանյութում մենք կտանք այդպիսի իրավիճակների լուծման բանալին։ Բարև ձեզ։ Այսօր խոսենք վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներից հաշտարարության մասին և փորձեմ ներկայացնել, թե ես, որպես հաշտարար, ինչպես եմ իրականացնում հաշտարարության գործընթացը, որը կօգնի ձեզ լուծել ձեր վեճը արագ, գաղտնի և առանց նյարդայնանալու։ Սկսենք սկզբից։ Կողմերը ցանկանում են իրենց վեճը հանձնել հաշտարարության։ Ինչ է պետք անել։ Նախ և առաջ կողմերը համատեղ կազմում են հաշտարարության համաձայնություն, այսինքն միասնական մեկ փաստաթուղթ են կազմում, որտեղ ներկայացնում են, որ մենք այս վեճը ցանկանում ենք լուծել հաշտարարության միջոցով և նշում են, ինչ հաստատության կամ ինչ հաշտարարի միջոցով են ցանկանում դա անել։ Իսկ ինչպես դուք իմանաք, ով է այն հաշտարարը, ում միջոցով ուզում եք լուծել ձեր վեճը։ Ձեզ օգնության կգա e-mediation AM կայքը, որը հնարավորություն է ընձեռնում տեսնելու բոլոր արտոնագրված հաշտարարների համառոտ կենսագրությունները, ինչպես նաև ընտրել այն աշխարհագրական տարածքը, որտեղ նրանք գործունեություն են ծավալում։ Որովհետև գուցե դուք Սյունիքից եք և ձեզ հարմար չէ գալ Վանաձոր, Երևան կամ այլ մարզ հաշտարարություն իրականացնելու համար, և դուք ուզում եք գտնել այն հաշտարարին, ով պրոֆեսիոնալ է, մասնագիտացած է այն ոլորտում, որտեղ դուք ունեք վեճ և գտնվում է տարածաշրջանային այնտեղ, որտեղ դուք եք բնակվում։ Կայքում վերջինիս տվյալները գտնելուց հետո կարող եք անմիջականորեն կապ հաստատել տվյալ հաշտարարի հետ։ Եվ այսպես, դուք ունեք արդեն իսկ կնքած հաշտարարության համաձայնությունը։ Ինչ եք անում դուք։ Այցելում եք հաշտարարին։ Սակայն մի ֆանտաստիկ գործիք ևս։ Աշխարհասփյուր հայության պարագայում մենք ունենք իրավիճակ, երբ կողմերից մեկը չի գտնվում Հայաստանում և հնարավոր չէ լինում վեճը լուծել դատական կարգով։ Այսպես տարիներով ձգձգվում է իրավական խնդիրը։ Հաշտարարությունը այդ ֆանտաստիկ գործիքն է, որը կօգնի ձեզ նաև առցանց տարբերակով լուծել ձեր խնդիրը, քանի որ օրենսդիրը նախատեսում է նաև առցանց հաշտարարության իրականացում։ Ես ինքս հաճախ իրականացնում եմ առցանց հաշտարարություն, որովհետև մարդկանց հարմար չի լինում։ Օրինակ, խցանումների ժամ է։ Երեխային պետք է մանկապարտեզից վերցնեմ և պետք է իր հետ մնամ տանը, հնարավորություն չունեմ գալու։ Կամ ֆիզիկապես ցանկություն չունեմ առերեսվելու տեսնելու մյուս կողմին։ Եվ սա կարևոր գործիք է, որը հնարավորություն է տալիս մեզ ավելի ճկուն լուծել ձեր վեճը։ Տեխնիկական հարցերը լուծելուց հետո դուք կարող եք այցելել հաշտարարին և հաշտարարը որոշում է կայացնում ձեզ համար երկու կողմերի համար ընդունելի ժամին նշանակել հանդիպում։ Որպես կանոն, ես հանդիպումն իրականացնում եմ երկու կողմերի հետ համատեղ առաջինը, որպեսզի ընդգծենք այն բոլոր կանոնները, որոնցով ուզում ենք առաջնորդվել։ Եվ երբ որոշված են խաղի կանոնները և կա անհրաժեշտություն, կարող են կողմերի հետ նաև առանձին հանդիպումներ իրականացնել։ Հաշտարարությունը լինում է տարբեր տեսակների։ Հայաստանում առկա հաշտարարությունը այսպես կոչված ֆասիլիտատիվ հաշտարարությունն է, ինչը ենթադրում է, որ հաշտարարը ձեր փոխարեն ձեր վեճը չի լուծում, այլ օգնում է ձեզ, կողմերին, որպեսզի կողմերը իրենք բանակցությունների միջոցով լուծեն իրենց վեճը։ Մենք միշտ խորհուրդ ենք տալիս, որպեսզի կողմերը ներգրավեն հաշտարարության գործընթացին փաստաբանների։ Ինչու՞։ Որովհետև նաև ձեր հաշտության համաձայնությունը կազմելու եք դուք։ Իսկ քանի որ դուք որպես կանոն իրավաբան չեք, փաստաբան չեք, անհրաժեշտություն է առաջանում մասնագիտական հմտություններ ունեցող անձանց ներգրավումը։ Հետևաբար, ձեզ հաշտարարը օգնում է, որպեսզի դուք հասկանաք, որոնք են այն բանակցային կետերը, որոնց շուրջ դուք կարող եք ձեռք բերել համաձայնություն։
Ինձ հաճախ հարցնում են. իսկ օրինակ, մեկ գործի շրջանակներում մենք կարող ենք լուծել եւ ամուսնալուծություն, եւ ալիմենտ, եւ բնակության վայր, եւ տեսակցության գրաֆիկ, թե դրանք բոլորը տարբեր գործեր են, որոնք տարբեր անգամներ պետք է մուտքագրվեն։ Պատասխանը այո, կարող են բոլորը։ Մեկ գործի շրջանակում, մեկ հաշտարարության գործի վարույթի ընթացքում քննարկվել։ Եվ շատ ճկուն գործընթացով։ Ես որպես կանոն փորձում եմ հասկանալ այն կարմիր գծերը, որոնք ունեն կողմերը, եւ այն բանակցային ընդհանուր միջավայրը, որի շուրջ կարող են ձեռք բերել պայմանավորվածություն եւ կազմակերպել նրանց խոսակցությունը։ Երբեմն անհրաժեշտություն է առաջանում կողմերից առանձին հանդիպել, ստանալ նրանց բանակցային նյութը, տեսակետը, կոմունիկացնել մյուս կողմին եւ այսպես այս գործընթացը շարունակել այնքան, որպեսզի բերենք հնարավորինս լուծման հանգուցակետին։ Կարևոր է հիշել, որ այն, ինչ դուք կողմերը կպայմանավորվեք, այն էլ կներառվի ձեր հաշտության համաձայնության մեջ։ Շատ հետաքրքիր գործընթաց կա։ Տեսեք, եթե դուք ունեք արդեն իսկ ընկված հաշտության համաձայնություն, կողմերից ցանկացածի դիմումի համաձայն, դատարանը այն կարող է հաստատել։ Եվ եթե ինչ-որ իրավիճակում կողմերից մյուսը հրաժարվի դրա իրականացման ապահովումից, դուք կարող եք դիմել ԴԱՀԿ տվյալ որոշման պարտադիր կատարումն ապահովելու համար։ Հետևաբար, հաշտության համաձայնությունը ստանում է այն իրավական ուժը, որը դուք կարող եք տանել ԴԱՀԿ եւ ստանալ դրա ապահովումը։ Հաշտարարության հետ կապված իմ ամենասիրած գործիքներից մեկը ամբողջ գործընթացի գաղտնիությունն է։ Տեսեք, անգամ դատարանով հաստատված հաշտության համաձայնությունը գաղտնի է պահվում եւ չի հրապարակվում, ինչպես դա արվում է դատական ակտերի պարագայում։ Հետևաբար, այն կոնֆլիկտը, որը դուք ունեցել եք, չի հանրայնացվում։ Եվ սա ֆանտաստիկ գործիք է, երբ դուք ցանկանում եք լուծել տարաձայնությունը եւ հետագայում նաեւ շարունակել ունենալ բիզնես հարաբերություններ տվյալ անձի հետ օրինակ։ Հաշտարարություն կարելի է իրականացնել ցանկացած վայրում, ինչպես իմ գրասենյակում, այնպես էլ ցանկացած այլ նեյտրալ տարածքում։ Ձայնագրել այն, եթե կողմերը ցանկանում են դա անել, որովհետև հաճախ ունենում ենք իրավիճակ, երբ կողմերը ցանկանում են ձայնագրել, հետագայում դա օգտագործելու որպես ապացույց կամ սեփական անձը ապահովագրելու համար։ Հաշտարարությունը մի գործիքակազմ է, որը կարող է օգնել ձեզ լուծել ձեր բոլոր խնդիրները արագ, գաղտնի, խնայելով ձեր ժամանակը եւ տալով լուծումներ ընդամենը հաշված ժամերի ընթացքում։ Որպես հաշտարար պատրաստ եմ օգնել ձեզ, կարող եք կապ հաստատել ինձ հետ բոլոր սոցիալական հարթակներում կամ կապ հաստատելով ինձ հետ, թողնելով հաղորդագրություններ այս նյութի տակ։ Շնորհակալ եմ։